Շատ ուրախ եմ ձեզ մեր տանը տեսնեմ, Կամո ջան, Լարիսա ջան, ես Արամն եմ, իմ կինն Ալանա, իմ գոլեգանա Կարեննա։ Շատ հաճելի է, պապ ջան, մամ ջան։ Կարեն։ Երևի հասկացաք, որ մեր Կարենն է շատ է հավանում Աննային ու ուզում է իր հետ լուրջ նպատակներ ունենա կյանքում։ Ճիշտ ասում, պարոն գնդապետը, ես ուզում եմ Աննայի հետ ամուսնանամ։ Շատ լավ է Կարեն ջան։ Ուղղակի առաջի ամուսնությունը այդքան էլ հաջող չէր։ Իսկ երկրորդ ամուսնությունը ճիշտ է սկզբում լավ էր ընթանում, 2 երեխա ունեցան, հետո դավաճանեց ու բաժանվեցին։ Ամուսինը։ Չէ, Աննան։ Մենք էլ ստիպված երեխեքին ենք պահում։ Ինքն էլ ինչ, ցերեկները քնում է, գիշերներն էլ ակումբներից ընդհանրապես տուն չի գալիս։ Շատ լավ է, որ հավանել ես Կարեն ջան։ Դե չէ մենք մտածում ենք, որ մի ապուշն այդ 2 երեխով դուրս ընկածին ուզելու։ Ես ինչ ապորինի բաներ ա կատարում։ Ուրեմն հենց հիմա վեր եք կենում ու այս տնից ռադներդ քաշում եք էլ չտեսնեմ ձեզ տեղ։ Արագացրեք մի հատ շուտ արեք։ Ես կճանապարհեմ։ Նստի տեղը թելը։ Վաղ սիրտս։ Ախ իմնեմ։ Պարոն գնդապետ, ես էլ Աննային չեմ սիրում։ Հետեր մնում ես կանից հետո դու մի հատ է սիրեր։ Ախ մամա ջան։ Ախ իմնել Արամ ջան։ Այ։ Պապ, հանդիպեցիք Աննայի մամային ու պապային։ Հա, բալես, հանդիպեցինք։ Որ գնացին։ Գրողի ծոցը։ Իրիդ ես քո վրա եմ զարմանում։ Դու ո՞նց ես այս աղջիկայից շփվում։ Սա աղջիկ կոչվելու իրավունք չունի։ Ինչ ա եղել, պապ։ Բալես, Աննայի ծնողները ամբողջ տեքստերը խառնեցին իրար։ Վաղ սիրտս։ Ուրեմն հենց հիմա ռադդ քաշում ես այս տնից ու այստեղ ընդհանրապես չես երևում։ Դուրս։ Ահավոր կինո